Սիրելի հայրենակիցներ, մինչ Հայաստանի Հանրապետության իշխանություններն ու նրանց քարոզչամեքենան փորձում են հայ ժողովրդին համոզել ու ներշնչել, թե մենք մենակ ենք եւ միջազգային հանրության կողմից լքված, որ հայ ժողովրդի երազած խաղաղության մոդելը թուրք-ադրբեջանական ցեղասպան տանդեմի պարտադրանքով գծված խաղաղության սցենարն է եւ չկա այլ ընտրանք, քան ցավոտ ու վերջնական կապիտուլյացիան, Եվրոպարլամենտը ձայների բացարձակ մեծամասնությամբ բանաձև է ընդունում Արցախի բռնազավթումին տալով էթնիկ զտում գնահատականը եւ պահանջելով Ադրբեջանից անհապաղ ազատ արձակել անմարտկային վերաբերմունքի եւ խոշտանգման ենթարկվող 23 հայ գերեվարված անձանց, այդ թվում Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Այս նույն ընթացքում ԿՊ առաջնորդը հերթական խեղված մտքերն է հանրայնացնում իրեն եւ այլոց համոզելով, թե Հայաստանի Հանրապետությունը երբեք այնքան ինքնիշխան եւ անկախ չի եղել, ինչպես հիմա։ Ես չգիտեմ, թե հոգեբանության ու քաղաքագիտության մեջ այս սինդրոմը ինչպես է կոչվում, բայց մի բան ակնառու է։ Փաստորեն Փաշինյանի եւ խմբակի լիակատար երջանկությանը Հայաստանի Հանրապետության անկախությանն ու սովորենությանը պակասում էին Արցախի հայաթափումը, 150,000 արցախահայությանը տնավեր դարձնելը, 5,000 հայ երիտասարդների նահատակությունը, Արցախում հայկական հետքի վերացումն ու Բաքվում կեղեքվող հայ գերիների դատավարության համապատկերին ողջ հայության նվաստացումը։ Իսկ 7-ամյա աղետալի հետագից թողած քաղաքական թիմն ու դիվանագիտական խայտառակ ֆիասկո արձանագրած արտգործնախարարը ոչ միայն ֆետիշացնում է սեփական պարտությունը, նաև այլ քաղաքական ուժերի մեղադրում պետականությունը դրժելու մեջ։ Ու հիմա իբրև ձեռքբերում է ներկայացվում մի թուղթ, ուր չկա ամրագրում Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքներ ազատելու, հայ գերիների ազատման կամ արցախահայության հավաքական վերադարձի իրավունքի մասին։ Օրերս Շվեյցարիայի Դաշնային ժողովի երկու պալատները բանաձև են ընդունել, կարևորելով Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջև երկխոսությունն ու պաշտպանելով բռնի տեղահանված հայերի վերադարձի իրավունքը։ Այս դրվագներն այն մասին են, որ միջազգային ինստիտուցիոնալ գործիքներն ու մեխանիզմները սպառված չեն, սակայն պետական տեսլական ունեցող իշխանության համար։ Իսկ վարչախումբը փորձում է իր դիվանագիտական կատաստրոֆիկ անկարողությունն ու ազգային տեսլականի բացակայությունը կոմպենսացնել մեղավորների նշանակելով եւ հանրությանը համոզելով, թե պարտությունն ու կապիտուլյացիան են մեր գոյության գրավականները։ Ասել, թե սա սեփական աթոռի սիրուն թշնամուն գոհացնելու վարք է, նշանակում է ոչինչ չասել։ Ակնհայտ է, ձեր հետ չեն երկխոսում, ձեզանից պահանջում են, ձեր հետ չեն բանակցում, ձեզ պարտադրում են։ Եվ այսպես է լինում, երբ պարտվողը շարունակում է մնալ բանակցողը։